Ինչ եք կարծում։ Նիկոլը գնաց հասավ Թուրքիա, Էրդողանն էլ այս տարածաշրջանի խառնակ իրավիճակում մի օր տրամադրեց դրան, որ ասեն կողմերը ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականությունը։ Հստակ պետք է պատասխանել, երբ ասում են կողմերը մտքեր են փոխանակել խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ, դա արդյոք չի նշանակում, որ քննարկել են Զանգեզուրի միջանցքի հարցը։ Նիկոլը անունը կդնի խաչմերուկ, Ադրբեջանը անունը կդնի Զանգեզուրի միջանցք, բայց փորձը ցույց է տալիս, որ միշտ լինում է իրենց ուզածը։ Այդ որ ասում են մտքեր են փոխանակել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, ինչ են իրականում քննարկել։ Գուցե խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջադրված նախապայմանների անվերապահ կատարումը, ասենք քննարկել են 300,000 ադրբեջանցի Հայաստան բերելու, սահմանադրություն փոխելու, կաթողիկոս փոխելու, եկեղեցու վրա գրոհը շարունակելու, ապա ռազմականացման եւ այլ այդպիսի հարցեր։ Ու սա տվել է համաձայնություն։ Կրկնում եմ, մեկ անգամ չէ, որ սա պետության համար ճակատագրական որոշում է կայացնում, թեթև մամուլի հաղորդագրություններով։ Ու Պրահայի պայմանավորվածություն հանձնումները լավագույն ապացույցն է։